Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իրականություն պարոն Արշակյան, կփորձեմ ձեր ակնկալիքները արդարացնել։ Ես ճիշտն ասած պլանավորել էի թիմ ընտրություններից խոսել եւ անկեղծորեն չէի ուզում այս թեմային անդրադառնալ, կարծում էի դեռ ժամանակը չի, բայց այսօր այստեղ 3 դաշնակցական падգամավոր Տիկին Կյուրեղյանը, Հարգարժան, Տիկին Խերանյանը եւ Տիկին Գալստյանը որոշեցին, որ պետք է հակադրեն քաղաքացիական պայմանագիրը եւ Հայաստանի ինքնիշխանությունը։ Մի քանի օր առաջ էլ պարոն Գեգամ Մանուկյանը ինձ երեսով էր տալիս, որ ես անկախ Հայաստանում եմ դպրոց գնացել եւ անկախ Հայաստանում ցույցեր արել։ Ես ճիշտն ասած շատ հպարտ եմ եւ երջանիկ եմ, որ անկախ Հայաստանի զավակ եմ, ծերունդ եմ եւ քաղաքացի։ Եվ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք եմ ունեցել տարբեր տարիների իշխանությունների նկատմամբ, ես 1000 անգամ կնախընտրեմ հակասահմանադրական ճանապարհով եւ կեղծված ընտրություններով ընտրված նախագահին կայսրից, այսպես ասած։ Բայց որն է մեր ֆունդամենտալ տարբերությունը, շատ կուզեի, որ լսեին մեզ մեր գործընկերները։ Մեր ֆունդամենտալ տարբերությունն է, որ մենք այնուամենայնիվ ի վերջո վերջին հանգրվանում նախընտրում ենք անկախությունը, իսկ դաշնակցությունը կարծում է, որ կան ավելի կարևոր գործեր եւ անկախությունը կսպասի դեռ մի 100 կամ 1000 տարի։ Ես հիմա մի քանի մեջբերում կանեմ դաշնակցական մամուլից առանց մեկնաբանությունների 1988-ից 92 թվականներին, ինչ էին ասում 88 թվականին դաշնակցականները, մեջբերում եմ, անկախության ձեռքբերումը ոչ միակ եւ ոչ էլ ամենակարևոր նպատակն է։ Կարող է պետական անկախությունը ազգի ապրելու ու առողջ զարգանալու համար միակ ձևը չլինի։ Այսօր հանրաքվեի ճամփով որոշել հայ ժողովրդի կամքը խորհրդային միությունից դուրս գալու մասին նախ անկարելի է, ապա վտանգավոր։ Ինչ վերաբերում է անկախ հայրենիք ձեռքբերելու եւ այդ հայրենիքում արդար հասարակական կյանք ստեղծելու մակարդակին, ապա այսօր այդ մակարդակների վրա մենք անելիք չունենք։ 1989 թվական անկախություն պահանջելը ոչ այլ ինչ է, եթե ոչ արկածախնդրություն եւ հայ ժողովրդին անտեղի տեղը հարվածի տակ դնելու դավաճանություն։ 1990 թվական նախ եւ առաջ մենք պետք է կարողանանք տեսնել, որ Հայաստանը չի կարող լուծել իր խնդիրներից եւ ոչ մեկը, եթե հաշվի չնստի ռուսական պետական շահերի հետ։ 1991 թվական անկախության հանրաքվեի տարին չենք կարող ձեռք բերել անկախություն, չենք կարող պաշտպանել այդ անկախությունը եւ չենք կարող միջազգային ասպարեզում համակիրներ շահել մեր անկախության համար։ Եթե մեր ազգային ու մարդկային նպատակներին կարելի է հասնել ուրիշ ճանապարհով, ապա ժամանակավոր կամ նույնիսկ ընդմիշտ կարելի է հրաժարվել անկախությունից։ Դաշնակցությունը բացահայտորեն հայտարարեց, որ կտրականապես համաձայն չէ խորհրդային միության կազմից Հայաստանի դուրս գալու հետ, հասկանալով այդ քայլի կործանիչ հետևանքները։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի է ունենալու հանրաքվեի։ Ինչ կարող է պատահել այդ հանրաքվեից հետո։ Ենթադրենք, թե հայ ժողովուրդը միաձայնությամբ քվեարկեց խորհրդային միության կազմից դուրս գալու օգտին։ Ինչ պիտի դրանից փոխվի։ Նախ նշենք, որ միայն շատ միամիտները կարող են ենթադրել, որ ժողովրդի կամքը կարող է որևէ նշանակություն ունենալ նրա քաղաքական ճակատագրի մեջ։ Հանրաքվեից հետո մենք ուզեցինք հասկացնել մեր ժողովրդին, որ պետք չէ շտապել Ռուսաստանից կտրվելու հարցում, բայց ժողովուրդը այլ կերպ էր մտածում։ Վերջացնում եմ, 1992 թվական արդեն անկախացած ենք, բայց դաշնակցությունը համառորեն շարունակում է պայքարը, չի հանձնվում։ Իսկ այսօր ամենակարևորը այն է, որ մենք չհասկացանք, որ մենք անկախության պատրաստ չենք եւ այսօր միության քայքայումը մեզ ձեռնտու չէ։ Այսօր մենք պաշտպանված չենք ոչ դրսից, ոչ էլ ներսից եւ այս պայմաններում անկախությունից խոսելը անմտություն է։ Այս պայմաններում շատ ավելի լավ կլիներ, որ մեր արտաքին եւ ներքին պաշտպանության հարցերը հանձնեինք մեկ ուրիշի, որpիսի մենք կարողանայինք նախապատրաստել մեր իրական անկախությանը։ Այս կացությունը կարող է ստեղծվել վերականգնված միության մեջ։ Ուրեմն ինչու մենք չդառնանք այդ միությունը վերականգնելու նախաձեռնողներից մեկը, եւ դա շարունակվում է մինչ այսօր։ Շնորհակալություն։